չեմ հասկանում ինչի համար է այս հարձակումները եկեղեցու վրա, իսկապես չեմ հասկանում։ Ոչ խանգարում է եկեղեցին իր տնտեսական քաղաքականության, ոչ խանգարել է եկեղեցին աղքատության շեմի իջեցման կամ հանցագործությունների բացահայտման, չի խանգարում։ Դրա համար ես ռացիոնալ բացատրություն չունեմ։ Իմ տպավորությամբ էլի պետք է մտնեմ ինքնագիտակցության ինչ-որ հոգեբանական բարդույթների մեջ։ Երբ որ ինքը սկսեց եկեղեցական տոների ժամանակ սամոսներ կարդալ, ես արդեն սպասում եի, որ այս այրթը գալով է վեապարին և սրբազաններին։ Արդեն սպասում եի, որովհետև ինքը փորձում է իրեն, վերջերս ռեժիսոր էլ չէ դառել, ցենց ինչ որ ներկայացում է գնում, սա ճիշտ չեք անում, սա էս չեք անում, սա ցենց չեք նկարում, դեկորացիան էս չի, մեկը այն չի։ Այդ մարդը այդ խնդրեմը ունի։ Ռացիոնալ բացատրություն չկա։ Եկեղեցու վրա հարձակումը հաստատ Նիկոլ Փաշինյանին կամ ՔՊ-ին վարկանիշ չի բերում։ Սրբազանների բանտում պահելը հաստատ վարկանիշ չի բերում։ Բայց ինքը ուզում է, որ վեապարի տեղը լինի մեկը, որը ենթարկվի պետությանը, չէ, իր բառացիորեն ցիտում եմ, եթե չեմ սխալվում, նման կարգի հայտարարություն ինքն է արել։